Պարոն Դավթյան, Սահմանադրական դատարանը հրապարակեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասին իր վճիռը, որը վիճարկվում էր խորհրդանական ընդդիմադիր ուժերի կողմից, եւ ըստ եզրափակիչ որոշման Սահմանադրական դատարանի առաջին կետով ասում են, որ այդ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ 6-րդ կետերը համապատասխանում են ըստ էության Սահմանադրությանը, միաժամանակ նշում են, որ այս օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռքի բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու պահից հետո։ Այս կետը ինչ է փոխում արդեն գործող օրենքում եւ ինչ ազդեցություն կարող ունենալ արդեն դատարանում գտնվող գործերի վրա։ Տեսեք, իրապես Սահմանադրական դատարանի որոշումը բնականաբար մեր իրավական կառուցակարգի բարձր վերին կանգնող իրավական ակտն է, ըստ որի որոնք բողոքարկման ենթակա չեն, այսինքն որպեսզի մենք ավելի կարողանանք առարկայական ներկայացնենք եւ հասկանանք, պետք է ծանոթանանք, եթե չեմ սխալվում, բավականին նոր է տեղադրվել Սահմանադրական դատարանի որոշումը ամբողջությամբ եւ ոչ միայն եզրափակիչ մասը, քանի որ 3, այո, ես անձամբ չեմ ծանոթացել ամբողջությամբ, չեմ, որտեղ իմ նայելու ընթացքում չի եղել, բայց այդ եզրափակիչ մասին Սահմանադրական դատարան անգամ նաեւ հրապարակային ինքը հաղորդակցություն թողեց, հենց հրապարակեց այն ինչ որ դուք քիչ ասած հրապարակեք։ Առանց ծանոթանալու հիմնական որոշմանը ես որպես մասնագետ կարող եմ կարծիք հայտնել զուտ եզրափակիչ մասի առումով, միգուցե դրանք որոշակի առումով չհամընկնեն Սահմանադրական դատարանի այն պատճառաբանությունները, որը հետագայում մենք կծանոթանանք, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում այդ եզրափակիչ մասը մասնագիտական շրջանակի համար առնվազն պարզ է, այսինքն առնվազն կողմնորոշիչ է, այո, կողմնորոշիչ է։ Տեսեք, ինչ է ասում, եւ ընդհանրապես այդ օրենսդրությունը, այդ իրավական ակտը, որ ընդունվել է, հենց իրապես դրան էլ վերաբերում էր։ Այսինքն այնպես չէ, որ Սահմանադրական դատարանը նոր ինչ-որ բան է ասում։ Սահմանադրական դատարանը ուղղակի պատճառաբանում է եւ ասում է, որ եթե դուք կիրառում եք օրենքի այս իրավանորմերը, պետք է կիրառեք մեր մեկնաբանության համատեքստում։ Դա չի փոխում օրենքի իմաստը, դա նույն օրենքի ավելի բացում է եւ ավելի հանրամատչելի է դարձնում ցանկացած անձի համար։ Այսինքն որոշակիացնում է ավելի։ Այո, որը հստակեցնում է, այո, ճիշտ է։ Եվ իրապես այդպես է, եթե մի պահ մենք պատկերացնենք, որ որոշակի գույք կա, որը ըստ իրավապահ մարմինների կամ ըստ իրավասու մարմինների մեկնաբանության դրանք ձեռք են բերվել ապօրինի, այսինքն դա միայն բավարար պայման իրապես չի կարող հանդիսանալ, որովհետև դա պետք է փոխկապակցված լինի որևէ գործողության հետ, որը պետք է լինի պաշտոնատար անձի։ Այսինքն չի կարող չլինի պաշտոնատար անձ եւ այդ գույքը համարվի ապօրինի օրենքի այդ իմաստով։ Նաեւ չի կարող լինել այսպես որ պարոն Դավթյան, որ մարդը պաշտոնատար անձ է հանդիսացել օրինակ 2007 թվականից, բայց ապօրինի գույք է դիտակում օրինակ դատախազությունը նաեւ 2003 թվականի ունեցած։ Եթե այսպես մենք XY-ները այսպես ենք դնում կամ ելակետային տվյալները օրինակ ընդունում ենք, որ անձը պաշտոնավարել է 2007 թվականից սկսած եւ մինչեւ 2007 թվականը որևէ ձևով կապակցված չի եղել որևէ հանրային գործունեության հետ, որը պաշտոնատար անձին է հիմնականում բնորոշ, բնականաբար այդ գույքը վերաբերելի չի կարող լինել, որովհետև այն գույքը, որը ձեռք է բերել նրանից առաջ, հնարավոր չէ պաշտոնատար որևէ անձի գործողությունների հետևանքով դա առաջանար։ Տեսականորեն տեսեք, այստեղ մեկ շատ նյուանս կա, որը կարծում եմ հետագայում, երբ որ մանրամասն ուսումնասիրենք Սահմանադրական դատարանի որոշումը, ավելի ակնհայտ եւ պարզ կդառնա ամեն դեպքում օրենքի տեսակետից, նաեւ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի այդ եզրափակիչ մասում տրված հստակ այդ եզրույթը, որ պաշտոնավարումից հետո կարող է դա որոշակի կապակցված ունենալ այն գույքի հետ, որը այլ անձը, որը պաշտոնատար անձ չի եղել, ձեռք է բերել այնպիսի պայմաններում, որը եղել է այլ պաշտոնատար անձի գործողությունների արդյունքում, որը այդ գույքի ձեռքբերման պահին պաշտոնավարել է։ Այսինքն փոխկապակցվածություն։ Այո, փոխկապակցվածությունը, որովհետև դա նայեք, ապօրինի ծագում ունեցող այդ մեր իրավական ակտը, օրենքը որ կա, նրա նպատակը ամբողջությամբ բացահայտնել է ապօրինի գույքը, որովհետև ապօրինի գույքը կարող է թաքնված լինել X, Y, Z անձանց իրավասության տակ, որը որևէ կերպ կապակցված չէ պաշտոնատար անձի հետ։ Բարեխիղճ ձեռքբերող։ Օրինակի համար կարող է մի որևէ, այո, չէ, բարեխիղճ ձեռքբերողին չպետք է վերաբերի, բարեխիղճ ձեռքբերողին կարող է վերաբերել այնքանով, որքանով այդ գույքի ձեռքբերման գործողությունները իրականում ակնհայտորեն անկախ դիտորդի մոտ ապօրինություն են ցույց տալի։ Օրինակ ենթադրենք, այսպես ասեմ, 100,000 դրամանոց գույքը, այսպես սիմվոլիկ, ձեռք է բերվել մեկ անձ, ենթադրենք 100 դրամով։ Այսինքն սա
Արդյոք սա բարեխղճության մասին խոսք է թե չէ։ Իմ կարծիքով չի կարող լինի, որովհետև իրապես այդ գույքը հնարավոր չէ 100 դրամով ձեռք բերվել, որովհետև կարելի է այդ գույքը ձեռք բերվել ոչ թե 100,000-ով, ընդհանրենք 60,000 դրամով։ Օրինակ, այս դեպքում արդյոք այդ անձը բարեխիղճ մարդը իրապես վճարել է 100 դրամ, որովհետև կարող է ստվերում է վճարել։ Այսինքն դրա հետ կապված այդ խոսքը փոխկապակցվում է եւ կարող են լինել անձիկ, որոնք պաշտոնյա են, սակայն գույքերը իրենց անունով չի։ Մենք բազմաթիվ այդպիսի դեպքեր գիտենք եւ կան բազմաթիվ այդպիսի վարույթներ, երբ որ օրինակ պաշտոնատար անձանցից գույք են ուզում, բայց այդ գույքի իրապես իրավաբանորեն ձևակերպած սեփականները բոլորովին այլ անձիկ են, որոնք անգամ կապ չունեն որևէ պաշտոնյայի, անգամ որևէ բիզնեսի հետ, բայց չգիտես ինչու նրանց անունով է եւ օրենքի տեսակետից ուսումնասիրվում է նաև այդ անձանց ունեցվածքը, ինչու է ուսումնասիրվում։ Բայց վերագրվում է օրենքի իմաստով պաշտոնյային։ Ինչու է ուսումնասիրվում, որովհետև հնարավոր է այդ անձը իրապես այդ գույքը ձեռք բերել այնպիսի միջոցներով, որը իրեն եկել է ոչ թե իր պաշտոնավարման, որովհետև ինքը պաշտոնյա չի, այլ ուղղակի ժառանգություն է ստացել, բիզնես է ունեցել եւ այլն։ Անկամ եթե որևէ կապակցված լինի, բայց աղբյուրը լինի, որ նա ձեռք է բերել օրինակ նվիրատվության արդյունքում եւ այդ նվիրությամբ ձեռք բերված գույքը իրականում օրինական գույք է եղել, այլ պետության հետ կապակցված գույք ընդհանրապես չի եղել, այսինքն հանրային գույք չի եղել, հետեւաբար այդ գույքը բնականաբար չի մտնում այդ օրենքի կարգավորման առարկայի տակ։ Ամեն դեպքում Սահմանադրական դատարանի այդ որոշումից ես որպես մասնակից դա եմ ընկալում եւ նորից եմ կրկնում Սահմանադրական դատարանի որոշումը իր հստակ նշել է, որ որևէ հակասահմանադրականության հարց չկա, ուղղակի նա պարզաբանել է, որ իրավասու մարմինները, այդ թվում դատական ատյանները իրենց գործողությունները, որոշումներ կայացման ժամանակ պետք է հաշվի առնեն այդ մեկնաբանությունները, որովհետև օրենքի հենց ընդունման նպատակը դա է եղել։ Եվ երկրորդ կետով Սահմանադրական դատարանի որոշումը ասում է, որ այդ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Մենք գիտենք, որ պարոն Տավթյան ուսումնասիրությունը սկսվում է հիմնականում այն ժամանակ, երբ կա քրեական գործ եւ քրեական գործով ապացուցում է, որ կա ապօրինի գույք եւ դա նաեւ դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման քաղաքացիական օրենսգրքով է տանում դատարան, այսինքն այս իմաստով որևէ բան փոխվում է, թե նորից մեկնաբանություն է սա։ Տեսեք, ըստ էության Սահմանադրական դատարանը նաեւ արտահայտել է իրավակիրառ պրակտիկայում տվել այն դիրքորոշումը, որը նաեւ Եվրոպական դատարանը, եթե չեմ սխալվում, մոտ 2 տարի առաջ է տվել, չեմ հիշում, որ երկրի, եթե չեմ սխալվում, Լիտվա, միգուցե սխալվում եմ, որովհետև այնտեղ նույնպես կա նմանատիպ օրենք, որտեղ Եվրոպական դատարանը արտահայտել է գրեթե նույն դիրքորոշումը, որ միայն ապօրինի ծագում ունենալը բավարար չէ, այն իրավասու մարմինները պետք է հիմնավորեն նաև նրա կապակցությունը հանցանքի հետ։ Սա որոշակի առումով հանրության մեջ նաև միգուցե նաև մասնագիտական շրջանակում շփոթության մեջ գցի, որովհետև կստացվի կանցը կարող ասել, եթե օրինակի համար պաշտոնատար անձը հանցանք չի կատարել, հետևաբար այդ ապօրինի ծագման ենթակա գույքը չպետք է բռնագանձվի, ենթակա չէ բռնագանձան։ Իրապես ըստ իմ առաջին հայացքից այդ վերջաբանի նաև Եվրոպական դատարանի դիրքորոշման ես այդ կարծիքին չեմ կարող լինել, որովհետև ոչ թե ասում է տվյալ անձի մեղավորությունը ապացուցված լինելու հանցանքի մեջ, այլ ասում է եթե դա հանցանքի հետ կապված գույք չի։ Տեսեք, եթե կա որոշակի գույք, որը ունի ապօրինի ծագում, այսինքն պաշտոնավարման որոշակի անձի պաշտոնավար գործողության ընթացքում ընդունում ենք աճուրդ է կատարվել։ Բնականաբար այդ աճուրդը կատարվել է ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում։ Այդ հանցանք է դիտարկվում։ Դա, այսինքն խոսքը չի վերաբերում հանցանքի մեջ անձի մեղավորության ապացուցմանը, խոսքը վերաբերվում է փաստի արկայությանը, այսինքն դատախազությունը իրավապահ մարմինները, եթե իրենք են հանդես գալի որպես պատշաճ իրավասու վարույթ հարուցող սուբյեկտներ, նրանք բացի այն ինչ որ պետք է հիմնավորեն, որ սա ապօրինի ծագում ունեցող գույք է, պետք է հիմնավորեն, որ դա հենց կապակցված է որոշակի ոչ իրավաչափ այնպիսի արարքի հետ, որը իր մեջ հանցանք է պարունակում, ոչ թե հանցանքի մեջ որևէ մեկի մեղավորությունը։ Այսինքն հիմա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատավորները կարիք չունեն սպասելու, որպեսզի այն մյուս քրեական գործերը վճիռներ կայացվեն, որ նոր իրենք շարունակեն քննել։ Իրենք արդեն անկախ, քանի որ արդեն փաստը կա, կարող են սկսել ուսումնասիրությունը եւ հանգել վճիռի մինչեւ քրեական գործով վճիռ։ Ես կարծում եմ այն իրավիճակ, եթե իդեալական իմաստով ասենք, այսինքն եթե իդեալական իմաստով ասենք, օրինակ մի այդ նույն պաշտոնատար անձի նկատմամբ կա քրեական վարույթ,
նա մեղադրվում է որոշակի գործողությունների կատարման մեջ եւ կա մեկ առանձին ապօրինի ծագում ունեցող քաղաքացիայի իրավական հարաբերությունների շրջանակում բարոյ այդ օրենսդրության շրջանակում արդյոք դրանք իրար հետ կապակցված են թե ոչ, որովհետև իրապես ներկա պայմաններում մեր օրենսդրությունը հստակ պայման ունի, եթե կա որոշակի հարցի լուծում, որը արկախված է այս կամ այն դատական գործի հետ, դա պետք է կասեցվի։ Այսինքն այդպես թե այնպես ձեր հարցի պատասխանը միջև համարական դատանի որոշումն է կար, որովհետև եթե կողմերը, տվյալ դեպքում իրավասու մարմինները եւ պաշտպանվող կողմերը կամ պատասխանող կողմերը իրենք կարծում են, որ դեռևս սա հիմնավորված չէ, որ կա հանցանք, հետևաբար սա պետք է սպասեն այդ գործերով։ Այսինքն ձեր ասած դեպքում, եթե ռեալ ապացուցողական բազան այնպիսին է, որ պետք է դեռևս հիմնավորվի, որ այդ գործողությունները հանցավոր են եղել, այսինքն հանցադեպի արդյունքում է գույքը ապօրինի դառել։ Այդ դեպքում այո, պետք է կասեցվի առանց անգամ համանրական դատանի որոշման, բայց իդեալական առումով ես կարծում եմ, երբ որ իրավասու մարմինները վարույթ են հարուցում, նրանք արդեն դա այդ փուլը անցած են լինում, այսինքն նրանք ասում են այն գործի հետ կապակցված չէ, որովհետև այն գործում ուսումնասիրում է կա հակաիրավական արարք, որի մեջ որոշվում է XYZ անձանց մեղավորության արկայությունը կամ բացակայությունը, այսինքն խոսքը հանցադեպի մասին չի գնում։ Տվյալ դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքը Եվրոպական դատանի եւ համանրական դատանի եզրափակիչ իրենց որոշման համաձայն ասում է իրավասու մարմիններ ուշադրություն դարձրեք պարտադիր, որ երբ որ դուք հավաստում եք, որ սա ապօրինի ծագում ունեցող, օրինակ անձը չի կարող հիմնավորում իր եկամուտների ձեռքբերման աղբյուր, այսինքն ինքը արդեն մի չափանիշը առնվազն կա երկրորդ չափանիշը քիչ առաջ մենք խոսեցինք անձի պաշտոնավարման ժամանակից հետո առաջացած գույք, եւ ասում է արդյոք այս գույքը իրականում կապված է որևէ հանցանքի հետ։ Այսինքն այն գործողությունները, որով դուրս է եկել, դրանք հանցավոր եղել են թե չէ։ Տեսեք, ապօրինի գույքը հիմնական հանցավոր։ Այո, դուք դա տրամաբանական է, դա նաև իրավական տրամաբանությունն է այդպիսի հետևության հանգում, որովհետև եթե գույքը ապօրինի ծագում ունեցող, օրինակ աճուրդում հող է վաճառվել։ Ինչ որ հանցավոր մեխանիզմ է, այսինքն բավարար է, որպեսզի հիմնավորվի, որ արկա է եղել հանցավոր մեխանիզմ, այսինքն պետք է կապի, որ դա կապված է հանցանքի հետ, եւ նոր դրա հիման վրա դա կտեղավորվի այդ գույքը ամբողջ այդ օրենքի շրջանակներում եւ նոր կարող է բռնագանձվել։ Այսինքն պարոն Տավթյան, կարող ենք ասել, որ համանրական դատանի այս որոշումը ըստ էության մեծ հաշվով բան չի փոխում արդեն գոյություն ունեցող քննությունների, որոնք կան արդեն դատարաններում եւ չեմ կարող ամբողջությամբ կիսել ձեր այդ հարցի ըստ էության, այսպես ասած, հետևանքները, որ կարող էին առաջանալ, որովհետև հնարավոր է, որ իրավապահ մարմինները նաև դատական համակարգում դատական դատարանները սխալ ուղղությամբ են գնացել, այսինքն օրենքի ոչ այդքան արմատական մեկնաբանության արդյունքում, որովհետև Սահմանադրական դատարանը ասել է ընդամենը մի բան, ավելի որոշակի է դարձրել օրենքը, ասել է օրենքը ընդունվել այս նպատակով եւ այս նպատակով, սրանք եթե դուք չեք ապացուցում եւ այն, հնարավոր է որ վարույթներ լինեն, որ օրինակ իրավապահ մարմինները դրանք շրջանցել են։ Այսինքն իրանց համար էական չի ելել, սա կապված է հանցավոր գործողության հետ, արդյոք պաշտոնատար անձի պաշտոնավարումից հետո է այդ գույքը առաջացել, թե չէ, ուղղակի գնացել են, ստուգել են, տեսել են կա որևէ գույք, ասում են ենթադրենք այդ գույքը քեզ որտեղից, մարդը չի կարողացել հիմնավորի, ասել են, всё, ապօրինի ծագում ունեցող է, դրել են հայցային վարույթ են հարուցել, դատարանն ընդունել է, դատարանի ընդունելը դա չի նշանակում ապօրինի գործողություն, այլ բանը, երբ որ դատարանը շարունակի նույն ձևով, այսինքն նույն սկզբունքներով հայցի փաստարկները հիմնավոր համարել եւ որոշի առանց հաշվի առնելով, օրինակ, որ դա ապօրինի ծագում ունեցող գույք կապված այն ժամանակագրական տվյալների հետ, որը ըստ էության առաջացել է որևէ կամ տվյալ պաշտոնատար մասնավոր այնպես գնալ հատիկ նայել, որ հասկանալի լինի, ազդեցություն կունենա թե չի ունենա։ Նայեք, այդ գործիքը կա, հիմա մենք ունենք Սահմանադրական դատարանի հստակ որոշում։ Մենք այդ գործիքակազմը ունենք, տվյալ դեպքում կողմերը, այդ վարույթի շրջանակներում կողմերը զրկված չեն, դա դիտել որպես նոր հանգամանք, եթե կան այդ բաստողումները, դիմել դատարանի, որպեսզի սկսվի վերանայվել նորից։ Եվ մի նկատառում եւս պարոն Տավթյան, ենթադրենք, եթե կա մի իրավիճակ, երբ դատախազությունը ձեր ասածի նման ինքը գնացել, տեսել է, որ գույքը կա, մարդը չի կարող հիմնավորել, ասել ապօրինի է մցրել են դատարան եւ դատարանը հայցադիմում ընդունել է։ Հիմա Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո հնարավորություն կունենա դատախազություն օրինակ, եթե այդպիսի բան է արել, վերանայել հայցադիմը, որովհետեւ դատարանի ժամկետներ կան։ Օրենքում չկա արգելող գործիքակազմ։
այսինքն օրենքը չի արգելում, բայց քանի որ այստեղ շահագրգիռ կողմը տվյալ ձեր ասած իրավիճակում դատախազություն է եւ նա ըստ էության նրա պահանջը բավարարվել է, բնականաբար նա շահագրգիռ անձ չի եւ նա չի անի։ Բայց տեսեք հիմա դատարանում գործը դեռ քննվում է, հայցադիմում կա գույք, որը պարոն պաշտոնատար անձ չհանդիսացած ժամանակվա է օրինակ, եւ հայցադիմման մեջ է կարող է փոխել հայցադիմումը։ Այսինքն մենք դեռևս գործ ունենք ընթացած գործի հետ, ընթացիկ գործի հետ, որը դա արդեն կողմերը նույնը դատախազությունը կարող է վերանայել իր դիրքորոշումը։ Դրա հիման վրա կարող են հայցը հետ վերցնել, կարճել գործը, հնարավոր է նաև վերջնականապես ամեն մեկը պնդի եւ վճիռ կայացվի այնպիսի որոշում դատական կայացվի, որը հենց հաշվի առներ համարական դատանի այդ մեկնաբանությունները եւ մերժվի հայցը։ Իսկ հայցադիմը փոխելու հնարավորություն կունենան։ Դե կան հատուկ ընթացակարգեր, քանի որ մենք արդեն երկար բավականին ժամանակ, երբ որ մենք պրոֆեսիոնալ դատական համակարգի այդ ինստրուկցիայի մեջ ենք մտնում, կան հստակ ժամկետներ ապացույցների ներկայացման, նախնական դատականից, որտեղ հավաքվում է, որտեղ դու կարող ես քո հայցը փոխել, լրացնել, ավելացնել, այսինքն դրանց համար կան հստակ ժամկետներ, պետք է բոլոր այդ ժամկետներում տեղավորվեն։ Բայց սա բացառություն է։ Սա բացառություն է, որովհետև սահմանադրական դատարանի որոշումը ըստ էության կարող է հանդես գալ նոր ի հայտ եկած հանգամանք է, որով դատարանները օրինակ բացի այդ ի հայտ եկած հանգամանքը հնարավոր է որ դատան ինքը այդպիսի մեկնաբանություն տվել է դա նշանակում է որ դատանը սա հաշվի առել անկախ նրանից համարական դատան այդպիսի որոշում կկայացնել թե ոչ այսինքն ընդհանրապես ընդդիմության կողմից ներկայացված օրենքի վիճարկման պահանջը չի բավարարվել այսինքն ասել են ոչ այս հոդվածները հակասահմանադրական չեն բայց ասում են երբ որ դուք կիրառում եք ասում են եթե չեն հաշվի առնում ուրեմն այստեղ օրենքի էության հետ հակադրվում են Նորից եմ ուզում միգուցե կրկնում եմ ասել, բայց որպեսզի ավելի լավ առարկայական, ավելի մասնագիտորեն մոտիկանալ, ես կարծում եմ, որ պետք է ամբողջությամբ մանրամասն ուսումնասիրի համանական դատանը որոշումը, նրա պատճառաբանական մասը, հստակ որ ասվի, բայց նորից եմ ասում, որ իմ կարծիքով այն դիրքորոշումը, որ ես հայտնեցի, մասնագիտական առումով պետք է հենց դրա վրա էլ հիմնված լինի պատճառաբանությունները, քանի որ իրավագետները նույնպես այդ առումով վերջնական դատական ակտով, վերջնական եզրափակիչ մասով հասկանալի է ելնում, թե համանական դատարանը ինչ է ասում։ Հետևաբար այստեղ կան գիտեք միգուցե մի քիչ քաղաքականություն են շատեր ուզում սարքեն, որ ասում ուզում են օգտվեն այս կամ այն առիթից։ Ամեն կերպ տեսեք ուրեմն վերջ լնայեք ինչ գրած է հանցանքի հետ է կապված պաշտոնավարումից հետո այսինքն բնականաբար այդ մասնագիտության այդքան էլ մոտ չգտնվող անձի համար առաջին հերթին կասի ուրեմն տեսեք ես ինչ կատարվա բա Այս էր հեղափոխությունը, ապօրինի մի հատ ծագում ունի, մի հատ է պետք է հիմնավորեն, որ մարդը հանցագործություն է կատարել, բայց իրապես դա այդպես չէ, որովհետև իրապես պետք է հիմնավորվի ապօրինի ծագման գույքի հիմքում ընկած գործողությունների իրավաչափություն, այսինքն սա քրեայի իրավական է, թե վարչա իրավական։ Հետաքրքիր հարց է կա, գիտեք, եթե հիմնավորվի, որ սա քրեայի իրավական գործողությունների արդյունքում չի եղել, այսինքն օրինակ վարչական զանցանքների, դա այդ օրենքի շրջանակում չի տեղավորվելու։ Պարզ է, շնորհակալ եմ, պարոն Տավթյան։ Խնդրեմ, նմանապես։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։